Ողջույն սիրելի բարեկամներ, շարունակում ենք Երևանով պտույտ, մի քիչ ձեզ մեքենայից կնկարեմ, խոստացել էի կենտրոնը ցույց տայ, անցած անգամ, դե գիտեք, Դալմայի այգիներով պտտվեցինք մի փոքր, սա էլ կարճ տեսանյութ, այն որ ասում է ձեր պատվերով, թեքեմ կամերան, հիմա տեսեք Աբովյան փողոցի վրա ենք, Աչի վրա կինո Մոսկվան է վերևը, այստեղ հյուսիսային պողոտայի ճանապարհն է, հես էլ Ձեծկի Միրնա նախկին։ Իդեպ այս օրերին Երևանում ընթանում էին երկու երկրների գինիների փառատոնը, Վրաստանի ու Հայաստանի, միմինո վիճակներ էր, զբոսաշրջիկները շատ էին, տեսեք, ամեն ուրեք թեկուս փառատոնից դուրս նստած են, վայելում են էլի իրենց կյանքը մարդիկ, բայց իմ մտքում օրինակ Աբովյան փողոցում, որ ինչքան քիչ էին մնացել հին շենքերը, տեղ-տեղ օրինակ հին շենքերի ֆասադները թողել են եւ նորն են սարքել։ Դե առաքիչներն են շատ մեր Երևանի փողոցներում ու հիմնականում հնդիկներ են։ Բայց եկեք ինչպես խոսք էի տվել ձեզ սիրելի իմ հեռուստադիտողներ, հաղթանակի զբոսայգու վերևից իջնենք քաղաք, համ դուք կտեսնեք ինչ է փոխվել, հատկապես գիտեք նոր շինարարությունը շատ է եւ օրինակ իմ մանկության, իմ երիտասարդության Երևանը այլևս այն Երևանը չի։ Հիմա ով որ Երևանում չի ապրում, բացատրում եմ, այս շենքը նախկին երիտասարդական պալատի դիմացն է դեպի Մատենադարան տանող հատվածում, տեսեք երիտասարդական պալատը չկա եւ հունիսի սկիզբն է արդեն չոր էր, խոտը դեղնել էր, բայց դե ամեն դեպքում մենք բոլոր տեղերում բացարձակապես տեսնում ենք նոր շինարարություն, բայց ոչ նոր կանաչապատում, Նորքի անտառների հատվածը, որ ասում էի, տեսեք, ոչ մի բան չկա, ասում են տնկել ենք, ես ենք արել, բայց չկա։ Հիմա հաղթանակի զբոսայգին է վերևում բլրակի վրա եւ հիշում եք Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը այս օրերին լուծարվեց, այն աչի վրա գնում էր դեպի Մատենադարան եւ սա պոլիտեխնիկի նախկին հանրակացարանների տեղում էլիտար բազմահարկ, հարկերը չհասցրեցի հաշվեմ ճիշտն ասած, շենքեր են, ասում են ամենաթանկ շենքերն են, տեղը լավն է եւ պարզ է։ Սա էլ գյուղ ակադեմիայի շենքն է, որ ուզում էին հատված առ հատված վերցնեին, սովորող չկա, ուսանող չկա։ Ու վերջին տեսանյութը ես ակադեմիական քաղաքի փուչիկի մասին էի ասում, որ տեսեք այսքան շենքեր կան, հին, գեղեցիկ եւ այս հատվածը հենց երիտասարդական է կոչվում, որովհետեւ հենց բուհական շենքերն էին այստեղ նախագծված դեռևս Թամանյանական շրջանի, հիմա դատարկեն ուսանողների թիվը քչացել է, իրենք ակադեմիական քաղաք են կառուցում 44,000 մարդու բնակեցնելով։ Գյուղատնտեսության ակադեմիայի շենքի ներսն էլ, որ եթե դուք սովորել եք կամ ես եղել եմ այնտեղ, հոյակապ լսարաններ են, հոյակապ շենք է, կարելի է ուղղակի մենեջմենտ պլան կազմել, նույնիսկ վերանորոգելու այդքան ես իմ ինչ կարիք չկա։ Եկանք, հասանք Աբովյան փողոց եւ Աբովյան փողոցում, հիշում եք, այս հատվածում առաջի հարկում առաջին դեղատունն էր, որ դեղատոմսով կարելի էր նույնիսկ դեղ գնել եւ սենց ամբողջ շենքը մեքենայի մեջից եմ նկարել, տաքսով էինք գնում, այս անկյունային հատվածում ներքևում առաջ Սբերբանկներ, հիմա ՎՏԲ բանկն է, կարծեմ, կամ ուրիշ բանկ։ Իսկ վերևը դեպ Աչի շենքի վրա նոր փոքրիկ հարկի նման բալկոնչիկ է սարքած։ Դե ձախի վրա բժշկական համալսարանն է գտնվում, Աչի վրա էլ գնում ենք դեպի Պոնչիկանոց, մեր հայտնի Պոնչիկանոց։
Խանութները նույնը չէին, տարբեր խանութներ էին առաջի հարկերում փոխվել եւ տենց աշխուժություն չնկատեց, տեցի ճիշտն ասած։ Աչի վրա գտնվում է Մանարյանի մանկական թատրոնը եւ հատվածը դեպի երիտասարդական մետրո տանող աչի վրա դուք տեսնում եք։ Եվ իհարկե մետրոյի անցումը կա այստեղ ներքևը խանութ են սարքել, ներքև չեմ իջել վաղուց, բայց սովորական առևտրի կենտրոն է, հա բե, բարեկներն էլ մեզ ուղեկցում են, կատակով եմ դա ասում, արևը խփում էր կամերայի վրա և չկարողացա նորմալ ֆիքսել Իսահակյանի արձանը, մեր մեծն վարպետի արձանը աչի վրա է գտնվում, իսկ այս ուղղությամբ, որ հիմա դուք տեսնում եք, Աբովյան մոսկովյան խաչմերուկն է, իհարկե ներքևը մեր ավանդական փարիզյան սուրճի տարածքը, ահա, տեսեք, չի թույլ տալիս, որ Իսահակյանի արձանը երևա, աչի վրա գտնվում է Պուշկինի դպրոցը և հայտնի դեպքերը, իմացաք Պուշկինի դպրոցի տնօրենին հեռացրեցին, ծնողներն ու աշակերտները բողոքի ակցիա կազմակերպեցին, բայց կարծես ոչ մի բան էլ դա չտվեց։ Այս հատվածում հաջողվել է մի քանի ավելի վաղեմի ծառեր փրկել, թեպետ այն խորը էտով և սակուռա ցավով տառապող մեր քաղաքական իշխանությունը, քաղաքային իշխանությունը, կարծես նպատակ էր դրել ամենը ոչնչացնել, եկանք, հասանք Սուրբ Աննա եկեղեցու մոտ։ Սա ամենաբանուկ հատվածներից է, Սուրբ Աննա եկեղեցու մոտ, և գիտեք, Երևանի կաթողիկոսական նստավայրն է այստեղ համարվում, միշտ աշխուժ է, մարդիկ գալիս են, երեկոյան, առավոտյան, տարբեր եկեղեցական ծառայություններին, տոներին, ժամերկություններին, մարդաշատ է։ Սովետական շրջանում այստեղ լեզվի կենտրոնն էր, անկյունային շատ գեղեցիկ շենքեր։ Ծախում է մոտորապես 72,000 եվրո։ Եթե ոչ ես մի ամիս ամսուկես առաջվա հանգանոց հրավերը պրակտիշկի ոչ մա չկա։ Դու եք շոքնա։ Զրուցելով հասանք Սայաթնովա Աբովյան խաչմերուկ, աչի վրա Իգիթյանի մանկական արվեստի թանգարանն է, ճիշտն ասած վերջին անգամ երևի 25 տարի առաջ եմ այդ թանգարանում եղել, հա, եկանք արդեն Թումանյան Աբովյան խաչմերուկի հատվածը, տարբեր տեղերում տարբեր գրողների նկարներ են։ Սա էլ ես, մեքենայի մեջ, ցույց տամ ձեզ հետևի հատվածում փողոցը մարդաշատ չի, մեքենաները միայն կայանած են։ Տեսեք ովքեր են ինձ ուղեկցում, լրիվ են maybe սապրովոժդենիու, հիշում եք այդ ֆիլմից հատվածը, ինտերակտիվ ֆիլմ էր, Ալաբալանիցա էր անունը։ Ավինյան հենց ականջը խուլ ուշադրությունս գրավեց թեղիների սերմերն էին թափվում, իսկ քաղաքային իշխանությունները այդ ծառերը ուզում է կտրի, իբրև թե ծեր են։ Դե նախկին օլիմպիական կոմիտեն էլ ձեզ ցույց տամ, Թումանյան Աբովյանի խաչմերուկը անցնում ենք, այս աչի վրա է, հիմա օլիմպիական կոմիտեն, այսինքն Օլիմպավանը տեղափոխվել է Դավթաշեն և ռուսական թատրոնն է։ Քաղաքում շատ էին վրացական համարներով մեքենաները, սկզբում հիշում եք, ասեցի, որ փառատոն է, գինու փառատոն և նաև վրացական գինու փառատոն։ Սա էլ ԱՕՔՍ-ի շենքի կողքի հատվածը, տեսեք ինչ նոր շինարարություն է։ Աբովյան փողոցում հետ չարժեր ամեն ինչ էսպես ապականել,
Հիմա օքսից այն որ ասում է միայն ֆասադն է մնացել։ Այսքանով այսօրվա համար ավարտենք, սրա շարունակությունը կլինի հաջորդ տեսանյութի տեսքով։ Հուսամ հարազատ վայրեր դուք տեսաք, հատկապես ովքեր Հայաստանում չեն ապրում, չենք մոռանում, լայքում ենք, մեկնաբանում ենք, կիսվում ենք տեսանյութերով։ Այս հատվածն էլ տեսեք, որ ասում էի հյուսիսային պողոտա տանող ճանապարհն է եւ հին շենքերի հենց անմիջապես վերևը տեսեք ֆասադը թողել են եւ նոր շենք են կառուցել։ Սիրելի հեռուստադիտողներ, քաղաքով պտույտը մենք կշարունակենք հաջորդիվ։